Ժողովուրդ ջանով ուզում պարոն Կարապետյանին հարց ուղի, հենց հիմա ունի այդ հնարավորությունը, կա, տվեք։ Բարև ձեզ Սամվել Կարապետյան, առաջին հարցս հայրենիքի ամրապնդումն է, որը դա ինձ համար շատ կարևոր է, քանի որ իմ տղան 2000 թվի զինծառայող ա եղել, նրա համար հայրենիքը մորիցել է թանկ, ամեն ինչցել։ Ես մենակ կցանկանայի, որ հայրենիքի բանակը ամրապնդվեր, սահմանները լիներ շատ ամուր, մենք դրա մեջ խաղաղ ապրեինք։ Ինչ կասեք այդ հարցի համար։ Առաջնահերթ Դուք մի կասկածեք, մենք դարձնելու ենք ժամկետային ծառայությունը 1 տարի։ Հիմնական ակցենտը դրվելու է ճիշտ տեխնիկայի վրա, ճիշտ զենքերի վրա։ Մենք խնայելու ենք մեր զինվորների կյանքը։ Մենք չենք դարձնելու մեր զինվորների կյանքը ադրբեջանցիների համար թիրախ։ Դուք վստահ եղեք դրանում։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, ես անձամբ ձեզ շատ Բարև ձեզ, ես էլ ձեզ։ Ու ուզում եմ ձեզ մի հարց ուղղել։ Ես լավ եմ սովորում ու ուզում եմ իմանալ ես իմ առաջադիմությամբ, եթե փայլեմ, իմ ուսման վարձը անվճար կլինի։ Մենք դարձնելու ենք բոլոր ուսանողների վարձը անվճար եւ դա անելու ենք շատ արագ, որ բոլոր տաղանդավոր մեր երիտասարդները հնարավորություն ունենան սովորելու։ Մեզ շատ գրակետ, շատ ուժեղ երիտասարդություն է պետք։ Նոր Հայաստանում միայն դա է հարկավոր։ Դա մենք անելու ենք միանգամից շատ արագ բոլոր ուսանողների համար։ Բարև ձեզ Սամվել Կարապետյան ջան։ Բարև ձեզ։ Իմ առաջին հարցը այն է, որ ես ուզում եմ, որ մեր Հայաստանը մի փոքր մեծանա, նաև եթե մեր Հայաստանում ինչ-որ մի վատ բան լինի, ապա դուք մեկ անհանգստանա, ես ապագայում այնպես մեքենաներ կստեղծեմ, որ մենք միշտ կունենանք ուժեղ Հայաստան։ Այո! Ես վստահ եմ քո վրա։ Հիմա մենք մեր գործը կանենք, կստեղծենք ուժեղ Հայաստան, որ դու արդեն մեծանալով հնարավորություն ունենաս մեծացնել մեր Հայաստանը։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե դու անձամբ մեծացնես մեր Հայաստանը։ Բարև ձեզ, բարոն Կարապետյան, ես ողջունում եմ քաղաք Բարև ձեզ։ Սպիտակից, ուզում եմ ասել, որ քաղաք Սպիտակը ձեզ հետ է, մենք ուժեղ ենք միասին ու հաղթելու ենք։ Շատ շնորհակալություն։ Ես վստահ եմ, որ բոլոր քաղաքները, բոլոր գյուղերը, Լոռվա բոլոր գյուղերը մեզ հետ են լինելու։ Մենք միասին ենք լինելու, մենք միասին ենք հաղթելու։ Մենք չենք կասկածում դրանում, դուք էլ մի կասկածեք դրանում, բայց մեզ անհրաժեշտ է, որ բոլորս գնանք ընտրության։ Դա շատ կարևոր է։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, ես մի հարց Բարև ձեզ։ Ինչպես եք պատկերացնում մեկ պետություն հզոր Հայաստանը, ինչպեսին դա պիտի լինի։ Ձայնս լավ է լսում։ Դա պիտի լինի։ Ձայնը լավ է լսում։ Այո, լավ է լսվում։ Դա պետք է լինի ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսությամբ, ուժեղ դիվանագիտությամբ, ուժեղ բանակով։ Մեր բոլոր ծրագրերը դրա համար են։ Մենք ձեզ հետ միասին պետք է ստեղծենք Հայաստան, որը պետք է լինի տարածաշրջանում հզոր գործոն, այլ ոչ թե գործիք։ Ողջունում եմ պարոն Կարապետյանին,
Եվ ուզում եմ ասել, որ լուրեր են շրջանառվում, որ ձեր ընտրության պարագայում հայերին կտանեն Ուկրաինա պատերազմ։ Ուզում եմ, որ ուղիղ եթերում հերքեք այդ լուրը։ Պատերազմ տանում են այս իշխանությունները։ Մենք միայն բարիք ենք բերելու մեր ժողովրդին։ Պատերազմ եւ պարտություն մեզ բերում են այս իշխանությունները։ Ոչ մի Ուկրաինա, ոչ մի Ռուսաստան։ Մեր զինվորները ծառայելու են միայն մեր հայրենիքի համար եւ հաղթանակներ տանելու են մեր հայրենիքի համար։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան ջան, ուզեմ մի հատ հարց տալ։ Բարև ձեզ։ Ինչն է ձեզ ամենաշատը մոտիվացնում Հայաստանի համար աշխատելիս։ Երբ աշխատում ես հայրենիքիդ համար, ամեն ինչն է մոտիվացնում։ Երբ դու սպասում ես, որ ունենալու ես ուժեղ Հայաստան, մոտիվացնում է ամեն ինչը։ Մոտիվացնում եք դուք, մեր երիտասարդությունը, մեր երիտասարդությունների ապագան է ինձ մոտիվացնում։ Դուք վստահ եղեք, դուք ունենալու եք շատ լավ ապագա։ Մենք դա ապահովելու ենք ձեր համար։ Ողջույններս պարոն ապագա վարչապետ Սամվել Կարապետյան, ես ունեմ երկու հարց, առաջինը փոփոխության մեջ ներառվելու է համաներման հարցը։ Անպայման մենք հայտարարելու ենք համաներում։ Դուք վստահ եղեք դրանում։ Շնորհակալություն այս հարցից պատասխանս տալու համար։ Երկրորդ հարցը, ճիշտ է, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը դեռ Հայաստանից հողեր է տալիս։ Նիկոլ Փաշինյանի ուշք ու միտքը Հայաստանից հողեր տալն է։ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չունի չտա, քանի որ նա ունի շատ դաժան ղեկավար իր համար։ Այն քարտեզը, որ ինքը կպցրել է իր գլխին, հիմա արդեն այլ տեսք ունի։ Մենք ձեզ հետ հաղթելու դեպքում առաջին հերթին պետք է վերականգնենք այդ քարտեզը։ Շնորհակալություն պատասխանների համար, պարոն վարչապետ։ Փոփոխության համար։ Անդրանիկ ջան, վերջին հարցը ընդեղից երիտասարդները ուզում են հարց տալ։ Դուք դեռ շատ հնարավորություններ կունենաք պարոն Կարապետյանին հարցեր տալու։ Ես ինքս 4 պատերազմի մասնակից եմ։ Իմ խնդրանքը հետևյալն է։ Կանդազը ինքը իմ մարտական ընկերն է։ Եվ ես իրեն շատ եմ սիրում, որտեղ մենք նաև միջոկատում կռվել ենք։ Խնդրանքս հետևյալն է։ Ուշադրությունը մեծ դարձնում է կերաբլուրի վրա։ Այսօր վերացել է ռազմահայրենասիրական բոլոր տեսակի միջոցառումները։ Անգամ դպրոցներում թույլ չեն տալիս, որպեսզի իրենց աշակերտը, որը զոհվել է մարտի դաշտում, նրա համար միջոցառում կատարվի։ Ես ցավ եմ ապրում, որովհետև նրանցից մեկը կարող է լինել ես։ Անկեղծ ասած, ես Սոսե Մայրիկ բարեգործական հիմնադրամի նախագահն եմ, որը զինվորի մայր հասարակական կազմակերպություններից մեկն է և 34 տարի աշխատում եմ բանակի հետ։ Երկրորդ խնդրանքս մեր դպրոցի գրականության մեջ և անգամ պատմության գրքերից դուրս է եկել մեր հայոց պատմություն։ Այսօր կա երեխա, որը գերազանցիկ սովորում է համալսարանում, հարց եմ տալիս մեր դրոշմը Հայաստանի, ինքը չի կարողանում պատասխանի, որտև ինքը չգիտի դա ինչ է, որտև իրեն թույլ չեն տալիս, որպեսզի այդ երեխան սովորի։
ընտրվելու դեպքում խնդրում եմ, որպեսզի այս հարցերին ուշադրություն դարձնեք եւ երրորդը Սոսե մայրիկը ունի 2700 շահառու իմ բոլոր հերոսացին մայրերը իմ մարտական ընկերները կանգնած են ձեր կողքին կարծում եմ մենք կգնանք դեպի հաղթանակ Դա մեզ համար շատ կարևոր է մայրիկ ջան Մենք առաջին հերթին հետ ենք բերելու Հայաստան հայրենասիրությունը Ես հասկանում եմ ինչքան վնասներ սրանք տվեցին մեր հայրենիքին ոչնչացնելով ոչ միայն գրականության մեջ նրանք կոնկրետ ոչնչացնում են մեր ինքնությունը Նրանք հարձակվել են մեր եկեղեցու վրա Դրա համար մենք ստեղծելու ենք նոր հայրենասեր հասարակություն Բոլորը պետք է պայքարեն Հայաստանի բարգավաճման համար, որ մենք ունենանք ուժեղ Հայաստան Դուք մեկ վայրկյան չկասկածեք դրանում Դա լինելու է մեր գլխավոր նպատակը եւ գլխավոր գործունեությունը Բարև ձեզ պարոն Կարապետյան, ես Խառատյան Գոռն եմ 13 տարեկան Վանաձորից, Բարև Գոռ Այս բանին սովորում եմ Աղվերանում, Արամ Մանուկյանի անվան մարզարազմական մասնագիտացված վարժարանում։ Եթե դուք ընտրվեք, հնարավոր է մեր վարժարանում մի փոքր կոսմետիկ վերանորոգում եւ կրթաթոշակների բարձրացում։ Գոռ ջան, հիմա եթե ես անեմ այդպիսի հայտարարություն Վաղը ինձ կանդազի նման ձերբակալեն Դրա համար դուք վստահ եղեք Դուք ունենալու եք շատ լավ ապագա Դուք հզոր տղա եք լինելու Դուք մի կասկած եք Բոլոր Հայաստանի Քո տարիքի Քեզանից ավելի երիտասարդ երեխաները Ունենալու են շատ լավ Արժանապատիվ եւ վստահ ապագա Շնորհակալություն Պարոն Կարապետյան Ես եւ մեր վանաձորցի ընկերները բոլորը շնորհակալություն ենք հայտնում ձեզնից Ես նորից եմ ուզում դիմեմ լոռեցիներին Ես նորից եմ ուզում դիմել վանաձորցիներին 10 օր է մնացել Դուք պետք է լինեք ավելի վստահ, ավելի համառ, մեր հաղթանակը ավելի մոտ է, քան դուք պատկերացնում եք։ Ամսի 8-ին մենք տոնելու ենք մեծ հաղթանակ։ Դրա համար դուք պարտավոր եք այս 10 օրը ձեզ նվիրել մեր մեծ գործին, մեր հայրենիքի մեծ գործին։ Գնալ ընտրատեղամաս քվեարկել երրորդ համարի համար եւ հաղթել երրորդ համարի հետ Սամվել վարչապետ Սիրելի վանաձորցիներ ջան ես ձեր ցավը տանեմ շատ շնորհակալ ենք սենց հզոր սենց ուժեղ էներգիայով լի մեզ դիմավորելու համար ու այս ձեր տված էներգիայով մենք գնալու ենք ամսի 7-ին ընտրության, ընտրելու ենք համար 3-ը, ունենալու ենք փոփոխություն, ունենալու ենք ուժ